Նախ ողջունում եմ բոլոր ներկաներին, Ռիմա Խաչատրյան, Ռիմա Travel տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն եւ ինչու՞ չէ նաեւ զբոսաշրջության արդեն 28 տարվա փորձագետ, մասնագետ, ոլորտը արկա է բավականաչափ խնդիրներով, գրեթե բոլորս է գիտենք, սոցկայքերում տեղադրվում են բավականին մատչելի արժեքներով փաթեթներ, ինչի մասին որ ես բարձրաձայնում եմ, դա 100%-անոց ճշտված ինֆորմացիա է եւ բոլոր այն քաղաքացիները, որոնք որ կարծում են, որ մենք ընդդիմադիր ենք այս ոլորտում եւ բարձրաձայնում ենք, որպիսի կարողանանք ձայն հավաքենք, չգիտեմ, այնտեղ խնդիրների մասին ուղղակի որոշ մարդկանց հեղինակազրկենք, այլ չարաչար շփոթում են, որովհետեւ ես ինքս եթե խոսում եմ որևիցե ոլորտի մասին, ապա դրանք 100%-անոց ճշտված ինֆորմացիա է։ Սոցհարթակներում տեղադրվում են բավականին մատչելի, շատ մատչելի փաթեթներ, գրեթե փաթեթների արժեքները իրական արժեքներից դրանք 400,000, 500,000 դրամ մատչելի են լինում։ Եվ վաճառք է իրականացվում, սակայն այսօր ոլորտում հսկողություն չկա։ Բավականին քաղաքացիներ այսօր Հայաստանում ունեն խնդիրներ զբոսաշրջության ոլորտի հետ կապված, սակայն գրեթե ոչ մի կառույցի չեն դիմում, որովհետև գիտեմ, որ իրենց խնդիրներին վերջնական լուծում չի տրվելու։ Ես ուղղակի խնդրում եմ, որ թե էկոնոմիկայի նախարարությունը եւ թե հատուկ կազմակերպությունները, ովքեր որ պետք է վերահսկեն այս դաշտը, որը որ բաց թողի վիճակում է կարելի ասել, անպայման վերահսկեն եւ այն մասնագետները, որոնք որ արդեն ունեն երկար տարիների փորձ այս ոլորտում, զբոսաշրջության ոլորտում, շուկայից դուրս չգան զբոսաշրջության, որովհետև եթե այսպես շարունակվի, բավականին տուրիստական գործակալությունները կփակվեն, որովհետև մրցակցությունը շատ ուժեղ է դարել այսօր Հայաստանի Հանրապետությունում, եթե օրինակ, այսպես ասեմ, Շելբի տուրը, տուրիստական գործակալությունը իրական արժեքից, փաթեթի իրական արժեքից վաճառում է 200-300 $ ավելի մատչելի, ապա Ռիմա Travel տուրիստական գործակալությունը ոնց կարող է վաճառել իրական արժեքով։ Այստեղ վերահսկողություն չկա եւ բոլոր տուրիստական գործակալությունները այսօր կանգնած են խնդրի առջեւ։ Ուղղակի ուզում եմ, որ այս հարցի շուրջ, այստեղ մի խնդիր էլ ունենք վիզաների հետ կապված մուտքի արտոնագրերի օրերի խնդիրները, որը որ Հայաստանի քաղաքացիները արդեն մի քանի տարի է բարձրաձայնում են եւ այդպես էլ այս հարցի լուծումը մենք չստացանք։ Մարդիկ չեն կարողանում մուտքի արտոնագիր ստանալու համար օրեր գրանցել, եթե պետք է հերթագրվեն, ապա պետք է հավելյալ վճարումներ կատարեն, անգամ ես 28 տարվա մասնագետ լինելով եւ ոլորտում լավագույն մասնագետ կարելի ասել հանդես գալով, չեմ կարողանում իմ հաճախորդներին սպասարկեմ, տարիներ շարունակ արդեն մի քանի տարի է, հենց դեսպանատան օրերի հերթագրման հետ կապված։ Սա այն խնդիրն է, որը որ պետք է այդ հարցի վրա մենք ուշադրություն դարձնենք։ Եվ նաև ինչու՞ չէ ղեկավարները ուշադրություն դարձնեն։ Եվ ունեմ նաև նորից հիմնավորված մի խնդիր, 2020 թվականին 20 հոգով զինված մեր բակում դաժանաբար սպանեցին իմ որդուն, իմ զավակին։ Սակայն բոլորդ էլ երևի կհիշեք, հոկտեմբերի 1-ին Արտմետ բժշկական կենտրոնից փախավ հանցագործը պատուհանից, թե ինչպես էր տեղափոխվել Արտմետ բժշկական կենտրոն այդ հանցագործը, քանի որ ինքը ոչ մի լուրջ առողջական խնդիրներ չուներ, ես ինքս եմ այնտեղ եղել եւ ամեն ինչ լուսաբանել եւ նկարել, սակայն հոկտեմբերի 1-ից հետո մինչև այժմ արդեն 1 տարուց ավել է անցել, հանցագործի մասին մենք չունենք ստույգ տեղեկություն։ Որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ արդեն հանցագործը կալանավորվել է Վրաստանում, բայց ինչպես հատեց Կոստանտին Հունանյանը Վրաստանի սահմանը, այդ արդեն հարցի մյուս կողմն է։ Ես խնդրում եմ ուղղակի մեր ղեկավարությանը, որ ուշադրություն դարձնեն եւ մեզ տան
անձամբ ինձ թե պետք տամ պատասխան, թե ինչպես հատեց Կոստանտին Հունանյանը Վրաստանի սահմանը եւ հասավ Վրաստան։ Եւ ուր է գտնվում այս պահին Կոստանտին Հունանյանը, որտեղ իմ տեղեկություններով 1 ամիս ու կես առաջ եղել է ձերբակալված, սակայն Հայաստանի անվան տակ, որ տեղափոխում են Հայաստան, Կոստանտին Հունանյանը կորել է։ Եթե կա չգիտեմ, ստույգ տեղեկություն, ապա խնդրում եմ թեկուզ լրատվամիջոցներին, սա այն հարցն է, որ պետք է ճշտել, թե որտեղ է գտնվում Կոստանտին Հունանյանը այս պահի դրությամբ, քանի որ բոլորդ է գիտեք այդ դեպքի մասին, որ 1 տարուց արդեն 1 տարի եւ ավել Կոստանտին Հունանյանը փախավ Արտմետ բժշկական կենտրոնից եւ մինչեւ այսօր մենք չունենք այդ հարցի պատասխանը, նաեւ լրատվամիջոցները չունեն։ Արդյոք ձեզ չի հետաքրքրել, թե հանցագործը ոնց դուրս եկավ երկրից, ով էր կանգնած այս ամենի հետևում։ Եվ մնացածը, որոնք որ 5-6 հոգին այս պահի դրությամբ ձերբակալված են, մինչև այժմ արդեն 5 տարի է անցել, դեռ դատապարտված չեն։ Եվ դրանցից մեկը, որ արդեն գտնվում է տնային կալանքում, ոնց կարելի է 8 կրակոց 1 մարդու վրա, իր երեխաների աչքի առաջ, ընտանիքի աչքի առաջ, առանց որևիցե խնդրի, եւ այս պահի դրությամբ այդ մարդասպանը հայտնվի տնային կալանքում, տնային պայմաններում եւ ասեմ, որ իրեն հենց այդ հանցագործի մաման ինքը աշխատում է Շնգավիթ բժշկական կենտրոնում եւ ով է կանգնած այս ամենի հետևում, ինչ փաստաթղթերի հիմքի վրա է հայտնվել այս պահին տնային կալանքում։